Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք 15-րդ գլուխ Հութայի Ազարիա թագավորը։ Իսրայելի Հերոպովամ թագավորին 27-րդ տարին Հութայի Ամասիա թագավորին որդին Ազարիա թագավոր եղավ։ Ան 16 տարեկան էր, երբ թագավոր եղավ, ու Երուսաղեմի մեջ 52 տարի թագավորեց։ Իր մոր անունը Հեկելիա էր, Երուսաղեմեն։ Աներավ ինչ որ դիրոջ արչև ուղիղ է, իր հոր Ամասիայի փոլոր ըրածներուն պես, բայց բարձր դեղերը չհանվեցան։ Ժողովուրդը դակավին բարձր դեղերու վրա զոհ կմատուցաներ եւ խուն կձխեր։ Դերը թագավորը զարգավ ու մինչև իր մահվան օրը փորոդ եղավ։ Զատ դունը գփնագեր եւ արքունաբեդը թագավորին որդին Հովաթամն էր։ Անգը թադեր երկրին ժողովուրդը։ Ազարիայի մնացյալ արարքներն ու անոր փոլոր ըրածները ահա Հութայի թագավորներուն ժամանակակցության քիրքին մեջ գրված են։ Ազարիա իր հայրերուն հետ գնացավ ու զայն իր հայրերուն հետ թաղեցին Դավիթի քաղաքի մեջ։ Անոր դեղ իր որդին Հովաթամ թագավոր եղավ։ Իսրայելի Զաքարիա թագավորը։ Հութայի Ազարիա թագավորին 38-րդ դարին Իսրայելի վրա Հերոպովամի որդին Զաքարիա թագավոր եղավ Սամարիայի մեջ ու 6 ամիս թագավորեց։ Ան դիրոջ արչև չարիք գործեց, ինչպես իր հայրերը ըրեր էին, եւ Իսրայելի մեղանչել դվող Նապադյան Հերոպովամի մեղքերեն չհեռացավ։ Յափիսի որդին Սերթում անոր թեմ թավատրեց, զայն ժողովրդին արչև զարգավ ու մերցուց, եւ անոր դեղ ինք թագավոր եղավ։ Զաքարիայի մնացյալ արարքները ահա Իսրայելի թագավորներուն ժամանակակցության քիրքին մեջ գրված են։ Ասիկա դիրոջ խոսքն է, որ Հեուի ուղերեր ըսելով Քու որդիներդ Իսրայելի քահին վրա պիտի բազմին մինչև 4-րդ սերունդը։ Այդպես ալ եղավ։ Իսրայելի Սեղում թագավորը։ Յափիսի որդին Սեղում Հութայի Ոզիա թագավորին 39-րդ տարին թագավոր եղավ ու Սամարիայի մեջ 1 ամիս թագավորեց։ Քաթիի որդին Մանայեմ Թերսային բարձրացավ ու Սամարիա եկավ։ Սամարիայի մեջ Յափիսի որդին Սեղումը զարգավ, մերցուց եւ անոր դեղ ինք թագավոր եղավ։ Սեղումի մնացյալ արարքներն ու թավատրությունը ահա Իսրայելի թագավորներուն ժամանակակցության քիրքին մեջ գրված են։ Այն ադեն Մանայեմը Թափսան, փոլոր անոր մեջ եղողները եւ անոր հողամաս զարգավ մինչև Թերսա, քանի իրեն չփացին զարգավ ու հոն եղող փոլոր հղի գիները ջեղքեց։ Իսրայելի Մանայեմ թագավորը։ Հութայի Ազարիա թագավորին 39-րդ տարին Իսրայելի վրա Քաթիին որդին Մանայեմ թագավոր եղավ ու Սամարիայի մեջ 10 տարի թագավորեց։ Ան դիրոջ արչև չարիք գործեց եւ Իսրայելի մեղանչել դվող Նապադյան Հերոպովամի մեղքերեն չհեռացավ իր փոլոր օրերուն մեջ։ Ասորեստանի Փուզ թագավորը երգիրը ներխուժեց։ Մանայեմ 1000 դաղանդ արձատ տվավ Փուզի, որբեսի ան իրեն օգնե թագավորությունը իր ցերկի մեջ հաստատելու համար։ Մանայեմ այս տրամը Ասորեստանի թագավորին դալու համար Իսրայելի փոլոր հարուստերուն վրա հարկ դրավ, յուրաքանչյուրեն 50 սիգ արձատ առնելով։ Ուստի Ասորեստանի թագավորը վերադարձավ ու հոն երկրի մեջ չգեցավ։ Մանայեմի մնացյալ արարքներն ու անոր փոլոր ըրածները ահա Իսրայելի թագավորներուն ժամանակակցության քիրքի մեջ գրված են։ Մանայեմ իր հայրերուն հետ գնացավ եւ անոր դեղ իր որդին Փագիա թագավոր եղավ։ Իսրայելի Փագիա թագավորը։ Հութայի Ազարիա թագավորին 50-րդ տարին Իսրայելի վրա Մանայեմի որդին Փագիա թագավոր եղավ Սամարիայի մեջ ու 2 տարի թագավորեց։ Դիրոջ արչև չարիք գործեց եւ Իսրայելի մեղանչել դվող Նապադյան Հերոպովամի մեղքերեն չհեռացավ։ Անոր զորավարը Ռովմելայի որդին Փագեե անոր թեմ թավատրեց։ Իրեն հետ քաղաքացիներեն 50 մարդ առնելով Սամարիայի մեջ թագավորին դամ ներսի գողմը զայն զարգավ եւ անոր հետ Արքովն ու Արիեն զայն մերցուց եւ անոր դեղ ինք թագավոր եղավ։ Փագիայի մնացյալ արարքներն ու անոր փոլոր ըրածները ահա Իսրայելի թագավորներուն ժամանակակցության քիրքին մեջ գրված են։ Իսրայելի Փագիա թագավորը։ Հութայի Ազարիա թագավորին 52-րդ դարին Իսրայելի վրա Ռովմելայի որդին Փագեե թագավոր եղավ Սամարիայի մեջ ու 20 տարի թագավորեց։ Դիրոջ արչև չարիք գործեց եւ Իսրայելի մեղանչել դվող Նապադյան Հերոպովամի մեղքերեն չհեռացավ։ Իսրայելի Փագիա թագավորին օրերը Ասորեստանի
Թակղատ Փաղասար թակավորը ներխուժելով, Իոնը, Ապել Պետմաական, Յանովեն, Գաթեսը, Յասորը, Քաղաաթը, Քալիլյան ու Նեպտաղիմի ամբողջ երգիրը գրավեց եւ անոնց բնակիչները Ասորեստան դարակրեց։ Էլայի որդին Օվսեհ Ռոմելայի որդին Փագեի թեմ թավատրեց, զայն զարգավ մերցուց եւ անոր դեղ ինք թակավոր եղավ Ոզիայի որդին Հովաթամի 20-րդ դարին։ Փագեի մնացյալ արարքներն ու անոր բոլոր ռածները ահա Իսրայելի թակավորներուն ժամանակակցության քիրքին մեջ գրված են։ Հութայի Հովաթամ թակավորը Իսրայելի թակավորին Ռոմելայի որդին Փագեի 2-րդ դարին Հութայի թակավորին Ոզիայի որդին Հովաթամ թակավոր եղավ։ Ան 25 տարեկան էր եւ թակավոր եղավ ու Երուսաղեմի մեջ 16 տարի թակավորեց։ Իր մայրը Սատովգի աղջիկն էր Հերուսա անունով։ Աներավ ինչ որ դիրոջ արչև ուղիղ է իր հոր Ոզիայի բոլոր ռածներուն պես սրավ, բայց բարձր դեղերը չանվեցան։ Ժողովուրդը դակավին բարձր դեղերու վրա զոհ կմատուցաներ ու խուն կձխեր։ Ին կառուցանեց դիրոջ դան բարձրակույն թուրը։ Հովաթամի մնացյալ արարքներն ու անոր բոլոր ռածները ահա Հութայի թակավորներուն ժամանակակցության քիրքի մեջ գրված են։ Այդ օրերը դերը սկսավ Հութայի թեմ ղրգել Սուրիայի Ռասին թակավորն ու Ռովմելայի որդին Փագեեն։ Հովաթամ իր հայրերուն հետ գնացավ եւ իր հայրերուն հետ իր հոր Դավիթի քաղաքին մեջ թաղվեցավ։ Անոր դեղ իր որդին Աքազ թակավոր եղավ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։